Այսօր ինձ հետ է Մերի Ադամյանը։ Խոսելու ենք, թե որտեղից է սկսել եւ որտեղ է հասել։ Եվ այ վերջում նա կպատմի մի պատմություն, որը դեռ ոչ միտեղ չի պատմել։ Ինչի մասին նա դեռ չգիտի։ Դե ինչ, եկեք հրավիրենք Մերիին։ Մերի, ողջույն։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ, որ եկել ես։ Քեզ տալու ենք հարցեր, որոնց մասին դու դեռ չգիտես, լինելու են անակնկալներ, պատրաստ ես։ Ես անհամբեր եմ։ Դե ինչ, սկսեցինք։ Ինչպես ստացվեց, որ որոշեցի զբաղվել բլոգինգով։ Ընկերներիցս մեկը առաջարկեց նկարահանում անենք, քանի որ նկարիչը որպեսզի ունենա պորտֆոլիո, ու այդ նույն վիդեոն հավաքեց 1 միլիոն դիտում։ Ես ոգեշնչվեցի ու սկսեցի նկարել։ Ինչ դժվարություններ ունեցար ամենասկզբում։ Անիմաստ բանով ես զբաղվում։ Անկապ իր համար նկարում է։ Ոչ մի իմաստ չկա այն ամենի մեջ, ինչ ինքը անում է։ Չգիտեմ, բարեկամներ, հարազատներ, ծանոթներ, ովքեր քննադատում էին շատ, թե ինչի եմ ես անիմաստ նկարում։ Իսկ դա կոտրեց քեզ։ Չէ։ Շատ լավ է։ Որ պահից սկսվեց ամեն ինչ փոխվել քո կյանքում։ Այն պահից սկսած, երբ որ ես հասկացա, թե ինչքան մեծ պատասխանատվություն եմ կրում, որովհետև ինչպես փոքրիկ իշխանում ասվում, մենք պատասխանատու ենք այն մարդկանց համար, ում ընտելացնում ենք, ու երբ որ մեր կյանքում կա 10, 20, 100 մարդ, դու պատասխանատու ես, չէ՞, զգում այդ մարդկանց համար, իսկ հիմա արդեն կա 20,000 ու ավելի մարդ, որոնց համար ես ինձ պատասխանատու եմ զգում։ Հիմա որտեղ ես հասել։ Հասել եմ այն կետին, որ ուզում եմ ավելի մեծ պատասխանատվություն կրել։ Այսքան ավելի շատ ես ուզում առաջ գնալ։ Ուզում եմ ստեղծագործել, ոգեշնչել իմ նման աղջիկներին, ովքեր ունեն իրենց մեջ հարցեր, վախեր, չգիտեն որտեղից սկսեն, չգիտեն ինչպես իրենց սիրեն, չգիտեն ինչպես հաղթահարեն հասարակության կարծիքը, իրենց հարազատների կարծիքը ու այն բոլոր դժվարությունները, որ կա իրենց կյանքում, ու ամենակարևորը՝ սիրեն, շատ սիրեն իրենց։ Իսկ եթե դու հիմա հանդիպեիր փոքրիկ Մերիին, առաջին բանը, որ կասեիր նրան, ինչը կլիներ։ Կասեի, որ ժամանակին պապիկս ճիշտ էր, որ ինձ հավատում էր, իսկ ես ինքս ինձ չէի հավատում, որովհետև շատ հետաքրքիր է, որ երբ որ ավելի քեզանից մեծ սերունդն ասում է, որ հավատում եմ ես քեզ, իսկ դու այդ կետում դեռ ինքդ քեզ չես հավատում։ Հիմա հասել ես այն կետին, որ ինքդ հավատում ես քեզ ու համարում ես հաջողած քեզ այս ոլորտում։ Համարում եմ, որ սկսել եմ սիրել ինքս ինձ, հավատալ ինքս ինձ եւ զուգահեռաբար տածել սեր ինքս իմ հանդեպ այնքան, որ այդ սերը ունենամ այնքան անսահման, որ կարողանամ տամ նաեւ մարդկանց։ Շատ ուրախ ենք։ Հիմա մի փոքրիկ բան է լինելու, որը որ դու չգիտես։ Դու մեզ պետք է պատմես մի գաղտնի պատմություն քո մասին, որը դեռ ոչ մեկ չգիտի ու դու ոչ միտեղ դրա մասին չես խոսել։ Ես փոքր ժամանակ փախել եմ տնից։ Ինչի՞ համար։ Քանի որ մինչև 4 տարեկան ես չունեի քուրիկ ու ապերիկ, ու սովոր էի, որ բոլորը սիրում են ինձ, հատկապես պապաս։ Ես մի օր գալիս եմ տուն ու տեսնում եմ պապաս գրկել է մի հատ ուրիշ փոքր եղու, աղջիկա։ Իր ընկերոջ աղջիկն էր, ու ես խանդում եմ, ահա որ, լինելով 4 տարեկան, ու ասում եմ, օքեյ, ես կգնամ կկորեմ, որ դուք ինձ ավելի շատ սիրեք, ու այլ ոչ մի բարեկի չսիրեք։ Եվ հետաքրքիր կորեցիր։ Գնում եմ մեր տան մոտ գտնվող այգիներ, որտեղ կան խաղողի վազեր, ու այդ խաղողի վազի տակ նստում ու լացում եմ, որ ինձ չեն սիրում։ Ու ինչ որ սենց փոքր ձայներ եմ լսում, իսկ դու օծա, վախենում եմ ու հետ եմ բացում։ Բայց ես երջանիկ եմ, որ իմ ծնողները ինձ չեն ծեծել դրա համար։ Մա ստալու եմ հարցեր իմ մասին։ Ինչ մտածեցիր իմ մասին, երբ առաջի անգամ տեսար ինձ։ Առաջին հերթին ինչ մտածեցի, երբ մարդիկ առաջին անգամ խոսեցին քո մասին, որովհետև ես մի օր գնում եմ post ուղարկելու իմ հետևորդների նվերները ու ինձ ասում են, գիտեք, ձեզանից մի քանի րոպե առաջ այստեղ Զոյան էր, ինքը այնքան հավես, հետաքրքիր բլոգեր է, որ նույն վայրում է ապրում ու ես չգիտեի, որ դու նույն տարածքում ես ապրում ու գնում եմ, Զոյա ջան, բարև ձեզ։ Մենք այդպես ենք ծանոթացել։ Առաջին անգամ տեսնելուց մտածել եմ, որ դու անսահման փխրուն հոգով մարդ ես։ Դու միակ մարդն ես, ով նկատել է այդ ամենը։ Ինչը ամենաշատը քեզ զարմացրեց իմ մեջ։ Հոգատարությունը քո շրջապատի մարդկանց հանդեպ։ Այն մարդիկ, ովքեր քեզ կյանքում չեն ճանաչում, դրա մասին իրենց մտքով անգամ չի անցնի։ Ինչ բան կա իմ մեջ, որ մարդիկ այդպես էլ չեն նկատում։ Որ դու անսահման հոգով էսթետիկ ես։ Շատ մաքուր ես, շատ դասավորված են քո կյանքի, քո հոգու բոլոր տարակները, ասենց իդեալական սիրուն, մաքուր, առանց որևիցե չար կետի։
է, իսկ եթե պետք լիներ ինձ նկարագրել 3 բառով, որ 3 բառերը կլինեին։ Փխրուն, հոգատար, անսահման սիրով լի, բայց այս չեմ ասում, որտեղ մենք մոտիկ ենք, ասում եմ, որտեղ տենց է։ Շատ ուրախ եմ, որ նման կարծիք ունես իրականում եւ հիմա եկանք հասանք վերջին փուլին, որտեղ դու պետքա զանգես քեզ ամենահարազատ մարդուն ու ասես, որ դու իրան անսահման ուղղակի սիրում ես, առանց ինչ-որ բառերի, ուղղակի ասես, որ սիրում ես իրան։ Վայ մամ ջան, հեսա ես քեզ կգանգեմ։ Խնդրում եմ մերի հեռախոսը։ Այսօր ես մի հատ հոլովակ էի նկարում, որտեղ մոտենում էի անցորդներին ու ասում էի կզանգեք ձեր մամային ու ասեք սիրո խոսքեր։ Կամ օրինակ եթե ձեր մաման լիներ երգ կամ բանաստեղծություն, որ երգը կամ բանաստեղծությունը կլինի, ու տես դու դրա մասին չգիտես ու հիմա Հա, չգիտեի, իրոք չգիտեի։ զանգում ենք մամայից, գիտեք մամաս միշտ պատասխանում է զանգերի։ Հա, բան է։ Մամ, ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Լավ, Մենք էլ ենք դու շատ սիրում։ Բարև։ լավ սերս։ Շատ ուրախ եմ, որ իրոք ճանաչում եմ քեզ, իսկ դուք գրեք տեսնեմ հավանում եք եւ գրեք մեկնաբանություններում հաջորդը ում կցանկանաք տեսնել հենց ինձ հետ այսպիսի գեղեցիկ հարցազրույցում։ Bye bye։